Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը, տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, պարոն Պապոյան, 2025 թվականի հիմնական ցուցանիշները արդեն հայտնի են, բայց եկեք դա ամենավերջում քննարկենք, որովհետև ավելի կարևոր կարծում եմ տեղեկատվական առիթի տեսանկյունից իրադարձություն կա, ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը կարելի ասել արդեն այս պահին, որ մենք գրում ենք այս հարցազրույցը, գտնվում է Հայաստանում, Երևանում եւ դուք այսօր արդեն հասցրել եք խոսել նրա մասին, որ Ամերիկայի հետ տնտեսական որոշակի համագործակցության ընդլայնման ծրագրեր կան եւ այդ ծրագրերը եւս քննարկվելու են ընդհանուր գծերով, եթե ներկայացնենք, ինչ ծրագրերի մասին է խոսքը, որոնք ապագայում էականորեն փոխելու են Հայաստան-Ամերիկա առևտրի տնտեսական եւ ընդհանրապես տնտեսական համագործակցության այսպես նկարագիրը։ Շնորհակալություն, նախ նշեմ, որ դեռևս նախորդ տարեվերջին ստորագրվեց մի համաձայնագիր, որին ներկա էի նաև ես, Կենտրոնական բանկի նախագահ, ԱՄՆ դեսպանը, որտեղ հայկական բանկերը ավելի քան 120 միլիոն դոլարի վարկ տրամադրեցին Որոտանի հիդրոկասկադին, որպեսզի արդիականացնի, մեծացնի, հզորացնի իր հնարավորությունները եւ ըստ էության սա օգոստոսի 8-ի պայմանագրից հետո առաջին ներդրումային խոշոր պրոյեկտն էր, որի այսինքն հաջորդել էր ըստ էության փաստացի մի process, որի նաև ֆինանսավորողը հայկական բանկերն էին, այսինքն այստեղ սա երկկողմանի լավ գործարքեր են իմաստով, որ վարկն էլ հայկական կազմակերպություններ տրամադրում, այսինքն հետագա մարումները երկրից դուրս չեն գնա։ Սա արդեն փաստացի իմպլեմենտացիայի մեջ է, իրականացման մեջ է։ Կարող ենք փաստացի արձանագրել, որ իրականացման մեջ է կամ շատ շուտով ըստ էության կսկսվի իրականանալ նաև TRIP ծրագիրը, այսինքն դա երկաթուղին է, որը քանդվել է, այսինքն նախկինում այդ երկաթուղին եղել է, քանդվել է նախորդ իշխանության ժամանակ։ Շուտով ասելով ինչի նկատի ունենք, դա 1 ամսից է, 1 շաբաթից է, չգիտեմ, ընտրություններից հետո է։ Իմ կարծիքով մինչև ընտրությունները արդեն այնտեղ շատ կոնկրետ տեսանելի քայլեր։ Հողի վրա արդեն կլինեն շինարարական աշխատանքներ։ Ես շատ տեսանելի քայլեր ասելով նկատի ունեմ նաև նախագծային պատրաստի աշխատանքներ եւ այլն, որովհետեւ դրանք նույնպես փաստացի աշխատանքներ են եւ ես գիտեմ, որ ամերիկյան կողմը ըստ էության ֆինանսավորման հարցերը լուծել է, հասկանալի է, որ 150, 140, 170 միլիոն դոլարը Միացյալ Նահանգների համար ըստ էության ոչ մի գումար է եւ այդպիսի հարցեր լուծված են եւ կարծում ենք շուտով երկրորդ խոշոր պրոյեկտի մեկնարկին կամ ընթացքին ականատես կլինենք։ Ես կարծում եմ, որ երրորդ խոշոր ներդրումային պրոյեկտը կլինի Nvidia-ի պրոյեկտը, որը մինիմում 500 միլիոն դոլար է իրենց ենթադրում եւ հաջողության պարագայում կարծում ենք նաեւ հետագայում ավելի մեծանալու հնարավորություն ունի եւ չորրորդ խոշոր ներդրումային պրոյեկտը, որի մասին նաև հայտարարվել է քննարկումներ եղել է, կարող է լինել ատոմային էներգետիկայի շուրջ համագործակցությունը եւ եթե այստեղ գումարում ենք այս բոլորը իրար, մենք տեսնում ենք, որ նվազագույնը 1 միլիարդ դոլարի մասին ենք մենք խոսում կամ հետագայում ավել եւ ես կարծում եմ նաև երբևէ չի եղել ամենի կողմից Հայաստանի նկատմամբ այսպիսի մեծ հետաքրքրություն, հենց նաև այդ պատճառով, որ երբևէ 1 միլիարդ դոլարի մասին ամերիկյան ներդրումների մասին Հայաստանում խոսելը եղել է ուղղակի երազանքի կամ չգիտեմ ցնդաբանության դաշտից, հիմա այդ ներդրումները կան եւ նաեւ դրանով է պայմանավորված ամերիկյան բարձրաստիճան այցելությունը, իհարկե ցանկացած տնտեսական հարաբերություն իր հետ իր խորքում, իր հիմքում ունի առաջին հերթին քաղաքական սերտ կապեր, նաեւ դրա հետ կապված բազմաթիվ հարցեր կան քննարկելու, այս ամենն է, ինչ որ այսօր հողի վրա ունենք։ Նո, այնուամենայնիվ արժի այդքան բացարձականացնել այսօրվա թվերը, որովհետեւ նախկինում էլ ձեր ասած Որոտանի հիդրոկասկադը դեռ 2016 թվականի ծրագիրը այն ժամանակ էլ են եղել ներդրումներ, IT ոլորտում ամերիկյան բիզնեսը բազմաթիվ մեծ ներդրումներ է արել, այսպես էքսկլյուզիվ տեսք տալ այսօրվա ծրագրերին արդյոք արժի նկատի ունեմ, արդյոք նախկինում չեն եղել համադրելի ներդրումներ։ Նախկինում եղել են, բայց համադրելի ներդրումներ չեն եղել։ Մենք նախկինում ոչ մի պրոյեկտ չի եղել, որը կարող էր խոսել մի քանի 100 միլիոն դոլարի մասին, 500 միլիոն դոլարի մասին, նախկինում պրոյեկտ չի եղել երկաթուղու ամերիկյան ներդրում էր, էլի մի քանի 100 միլիոն դոլարի մասին։ Երկաթուղու կառուցման մասին չի եղել պրոյեկտ,
բարձր տեխնոլոգիական ոլորտում այդքան մեծ, ել չասած մոդուլային ատոմական կամ թամպես ատոմային էներգետիկա, այսինքն սա բոլորովին նոր մակարդակ է։ Ստրատեգիական նշանակության ուղղություններ կան։ Եվ եկեք այնուամենայնիվ իմ կարծիքով մեկ իրավիճակ է, եթե պայմանական 500 կամ 400 կամ 300 միլիոն դոլարի ներդրում է արվում հանքարդյունաբերության մեջ, մեկ այլ իրավիճակ է, երբ որ նման ներդրումներ արվում են, օրինակ վերականգնվող էներգետիկայի, երկաթգծի ենթակառուցվածքների, ճանապարհային ենթակառուցվածքների կամ ասենք բարձր տեխնոլոգիական ոլորտում։ Երկաթուղու հետ կապված հաշվարկներ ունեք, որքան ներդրում պետք է լինի, որովհետև թվերը, որ հնչեցվում են հարյուրավոր միլիոն դոլարների ներդրում, ես չգիտեմ դա որտեղ է այդ թվերը ուր են գնալու, որովհետև խոսքը մոտավորապես 40 կիլոմետրանոց, 43 կիլոմետրանոց երկաթուղային, այսպես ուրեմն երկաթուղու կառուցման մասին է, այդ թվերը կան աշխարհով մեկ, թե մոտավորապես անգամ լեռնային տեղանքում նման երկաթուղի կառուցելու համար որքան ներդրում է պետք, եւ արդյոք սա տնտեսական ծրագիր է, որովհետև երբ որ նայում ենք, ասենք, բեռ եւ ճանապարհի երկարություն այս կտրվածքով այդ երկաթուղին ինչ գումար է բերելու, ինքը բավական այսպես համեստ թվեր են ստացվում եւ այստեղ օրինակ այս տաղավարում Գագիկ Աղաջանյանը, որ լոգիստիկ հարցերով փորձագետ էր, ասում էր, որ տարեկան, չգիտեմ, անգամ 10 միլիոն տոննա բեռ տեղափոխելու դեպքում ինքը կարող է ունենալ 50 երկաթուղին 50 միլիոն դոլարի շրջանառություն, որից 40-ը պետք է ծախսվի երկաթուղու սպասարկման վրա։ Այսինքն 10 միլիոն դոլար ինքը ծիծաղելի թիվ է անգամ Հայաստանի համար, հա։ Ինչու ենք մենք ասա անվանում տնտեսական պրոյեկտ։ Շատ լավ, արդյոք տնտեսական պրոյեկտ է։ Այո, բայց միայն ֆինանսական բաղադրիչ չունի։ Սա առաջին հերթին խաղաղության ամենախոշոր գործիքն է։ Ես կարծում եմ, որ TRIP-ի վրա ծախսված 200 միլիոն դոլարը, ընդ որում Հայաստանը ֆինանսական ներդրում կարծես թե այս փուլում չի անելու, միայն հող կհատկացնենք, մնացած ֆինանսական ներդրումները Միացյալ Նահանգների կողմը կանի, դա Հայաստանի Հանրապետության անվտանգությունը շատ ավելի, իհարկե այդպես գրոտեսկի չեմ կարող վերածել 5 անգամ, 10 անգամ թվերի, բայց շատ ավելի շատ կապահովի, քան այդքան անգամ շատ զենքը կարող էր ապահովել, որովհետև դրանից տասնապատիկ անգամ զենքեր մենք գնել ենք այս տարիների ընթացքում, բայց անվտանգությունը թե ինչքանով է Հայաստանի ապահովել, մենք տեսանք օրինակ 2020 թվականին, 2016 թվականին կամ դրան հաջորդող 1-2 տարիներին։ Հետևաբար անվտանգության համար, Հայաստանի անվտանգության համար սա շատ կարևոր է եւ սա առաջին հերթին խաղաղության գործիք է եւ խաղաղության գործիք լինելով մեկտեղ ինքը միայն բուն տնտեսական օգուտներ չի տալիս Հայաստանի։ Եթե մեկ անուղղակի օրինակ բերեմ, եթե Հայաստանում խաղաղություն է, ուրեմն զբոսաշրջությունը օրինակ աճում է։ Եթե զբոսաշրջությունը աճում է, դա TRIP-ից բերած որևէ օգուտի մեջ ուղղակիորեն հնարավոր չէ տեսնել, բայց անուղղակիորեն խաղաղության մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտն է լինելու։ Իհարկե, հիմա տեսեք ինչ է տեղի ունեցել, եթե ուշադիր նայում ենք մեր զբոսաշրջության վիճակագրության մեջ։ Հայաստան Ադրբեջանի միջև այդ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնել հրապարակելուց հետո, դրանից հետո առանց բացառության բոլոր ամիսները, բացառությամբ 2025 թվականի սեպտեմբերի, եղել են ռեկորդային Հայաստանի պատմության մեջ։ Այսինքն դրա այդքան զբոսաշրջիկ դրանից հետո ոչ մի տարի չի եղել եւ թիվը դինամիկան անընդհատ, այսպես ասած, աճի տենդենսիա։ Բայց այնուամենայնիվ նախորդ տարվա զբոսաշրջային ընդհանուր ծավալի եւ թիվը ինքը 2%-ով էր ավել, քան 2024 որովհետեւ առաջին ամիսներին մենք ունեինք շատ վատ մթնոլորտ երկրում, հնարավորություն կար։ Մենք հիմա մոռացել ենք նրա մասին, թե բայց ես շատ լավ հիշում եմ։ Ես շատ լավ հիշում եմ, երբ որ ես օրինակ 24 թվականի մարտին պիտի նշանակվեի նախարար, Հայաստանում խոսակցություն տնտեսական աճի մասին չէր։ Հայաստանում խոսակցությունը նրա մասին էր, թե պատերազմը երբ կսկսվի, ադրբեջանական հերթական հարձակումը որտեղից կլինի, այո, որտեղից կլինի եւ ինչպես եւ ինչ արդյունքներ կունենա։ Եվ դրան եւ երբ որ մենք այդ իրավիճակից դուրս եկանք, հետո դրան հաջորդեց մեծ ուրեմն միտինգները եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք ընդհանրապես 1.5-2 տարի առաջ
ոչ թե խոսում ենք խաղաղության մասին, ոչ թե խոսում ենք տնտեսական մեծ պրոյեկտների մասին, միլիարդավոր կամ հարյուրավոր միլիոն դոլարների, այլ խոսում ենք նրա մասին, թե ադրբեջանական հարձակումը որտեղից է լինելու եւ երբ կարող է տեղի ունենալ, եւ կներեք հիմա այդ մթնոլորտի փոփոխության արդյունք է նաեւ դա, եւ հետեւաբար TRIP-ը ինքը տնտեսական ծրագիր է, բայց համաձայն եք, որ ինքը թույլ տնտեսական ծրագիր է եկամտաբերության տեսանկյունից։ Համաձայն չեմ, որովհետև ցանկացած նախ տեսեք, մենք ասում ենք 50 միլիոն շրջանառություն, իր 10 միլիոն եկամուտ։ 10 միլիոն եկամուտ։ Դա վատ է, մենք ցանկացած բիզնեսում մտնենք անալիզ անենք, տեսնենք։ Դա հայ-ամերիկյան ընկերության համար, որտեղ 74% Ամերիկային է պատկանում, 26% Հայաստանին եւ ակնկալվում է, որ գումար պետք է աշխատեն։ Ասենք դժվար թե իրենք, չգիտեմ, 7.4 միլիոն դոլարի համար։ Չէ, տեսեք, այստեղ ներդրումներ անեն տարեկան, էլի։ Երբ մենք 7.4 միլիոն դոլարի կներեք դա չի մեր բանը ամբողջ հույսը։ Մեր հույսը նա է, որ առաջինը այդ շրջանառությունը ժամանակի ընթացքում կմեծանա, որովհետև նույն մասնագետները որքան էլ մեծանա երկաթուղի թողունակությունը դրանից ավելի չի։ Այո, բայց այդ երկաթուղու թողունակությունը շատ ավելի մեծ է եւ շատ ավելի հեռանկարային է, քան օրինակ Կարս ախրքյալակը, որովհետև որքան է լինելու հիմա տեսեք, որովհետև ի տարբերություն Կարս ախրքյալակի, սա անցնում է Արաքսի հովիտով ամբողջությամբ, այսինքն հարթ տարածքներով եւ հնարավորություն ունի այս երկաթուղին շատ վագոններ իր հետևից տանել։ Կարս ախրքյալակը իր տրամաբանությամբ շատ նման է Իջևան Ղազախին, այսինքն անցնում է բարձ ռելիեֆով եւ հնարավորություն ունի երկար բեռներ տեղափոխել եւ այդ առումով եւ Իջևան Ղազախը եւ Կախզախրքյալակը երբեք չեն կարող փոխարինել TRIP-ին, որովհետեւ TRIP-ը միակ այն ճանապարհն է, որը հնարավորություն ունի մեծ եւ շատ վագոններ տեղափոխել եւ այս առումով մենք կառուցելուց հետո ունենալու ենք նոր հնարավորություններ, ես կարծում եմ, սա մեկ եւ երկրորդը ես նշեցի այնքան ինքը հետևանքներ ունի, այդ թվում նաև այնտեղ նոր ենթակառուցվածքներ, խաղաղության հաստատումը, ճանապարհների ապաշրջապակումը, կներեք մեկ հետևանք ասեմ, էլի, բանակը 24 ամսից դարձել է օրինակ 18 ամիս։ Դա նշանակում է, որ 6 ամիս օրինակ այդ զինվորներին վրա ֆինանսական առումով քիչ ծախ։ Դա նշանակում է այդ 6 զինվորները 6 ամիս քիչ են ծառայելու։ Տնտեսական կյանք, կյանքի մեջ կմտնեն 6 ամիս շուտ։ Հնարավորություն ունենալու 6 ամիս շուտ ամուսնանալ, 6 ամիս շուտ կրթություն ստանալ, 6 ամիս շուտ նախաձեռնություններ անել եւ 6 ամիս շուտ մտնել աշխատաշուկա։ Սրանք օրինակ խաղաղության էֆեկտի մեջ հաստատ մենք հաշվում ենք, բայց TRIP-ի մեջ հաստատ չենք հաշվում։ Բայց TRIP-ը հենց այն գործիքներից է, որը բալանսավորում է այդ խաղաղությունը եւ ստեղծում է այդ հիմքերից մեկը, որպեսզի մենք կարողանանք գնանք առաջ։ Քանի որ J.D. Vance-ից առաջ Հայաստան էին ժամանել նաև ամերիկյան հիմա ընկերության անունը չեմ հիշի, ամերիկյան ընկերության ներկայացուցիչները, որոնք հենց TRIP-ի կառուցման հետ կապված պետք է գործունեություն այստեղ ծավալեին, ուսումնասիրություններ եւ այլն։ Հանդիպել եք հետները կա արդյոք պատկերացում TRIP-ի պարամետրերի շուրջ։ Որքան է լինելու թողունակությունը, ինչպիսի երկաթուղի ենք ունենալու եւ այլն։ Ես չեմ հանդիպել, որովհետեւ ծրագիրը ինքը տրանսպորտային ծրագիր է եւ ենթադրում եմ տարածքային կառավարման նախարարության գործընկերներն են անմիջապես աշխատում։ Ես այդ մասով մանրամասն տեղեկատվություն չեմ տիրապետում։ Հասկանալի է։ Պարոն նախարար, դուք նոր թվարկեցիք մի քանի Ամերիկայի հետ իրականացվող եւ իրականացվելիք ուրեմն ներդրումային ծրագրեր, Nvidia-ի ծրագիրը, չգիտեմ, Ամուլսարը կա, Որոտանի հիդրոկասկադը, TRIP-ը հիմա եւ այլ, բայց մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ դեռևս չունենք նորացված եւ ժամանակի պահանջներին համապատասխանող կրկնակի հարկումից խուսափելու այսպես հստակ պայմանագիր, որը կհամապատասխանի ներկա իրողություններին, հա։ Արդյոք Պարբերաբար խոսվել է սրա մասին, արդյոք Հայաստանի կառավարության օրակարգում կա այդ հարցը թե ոչ, որովհետև շատ անգամ ամերիկյան ներդրողները Հայաստանում ուղիղ ներդրումների տեսանկյունից խնդիրներ են ունենում։ Կամ օրինակ նույն ձեր ասած Որոտանի հիդրոկասկադ, եթե չեմ սխալվում, ժամանակին ամերիկյան այդ Contour Global ընկերությունը իր այլ երկրում եւ յուրիսդիկցիայում գրանցված ընկերության միջոցով այդ ներդրումը կատարեց, որովհետեւ այդ երկակի հարկման տակ չընկներ։ Ոչ միայն կա, բայց մենք նույնիսկ ավելի կարևոր խնդիրներ եւ օրակարգային հարցեր ունենք։ Օրինակ Միացյալ Նահանգները երկրներին դասակարգել է այս խմբերի տեխնոլոգիական հասանելիության առևտրի տեսանկյունից եւ մենք
դեղ հմբում ենք եւ կարծում ենք, որ ներկա քաղաքական եւ տնտեսական կապերը, ինչպես նաեւ մեր երկրի պատրաստվածության մակարդակը բավարար է, որպեսզի դեղ հմբում մենք լինենք, ավելին ասեմ, մենք ստացել ենք 25-ի սկզբին, կարծես թե 24-ի վերջին, ուրեմն ցանկը, թե մենք ինչպիսի բարեփոխումներ պետք է անենք, որպեսզի ուրեմն D-ից գայինք B եւ ես հիմա կարող եմ հպարտորեն արձագանքել, որ բոլոր այն խնդիրները, որոնք որ Միացյալ Նահանգների առևտրի դեպարտամենտը, որը հավասարազոր է առևտրի նախարարության, առևտրի դեպարտամենտը նշել էր, հա, մենք այդ բոլոր ուրեմն կետերը կատարել ենք եւ կարծում ենք, որ նաեւ ժամանակն է, որպեսզի D խմբից B խումբ տեղափոխվենք, որը նաեւ առևտրի երկկողմ առևտրի համար էական հեշտացում կտա։ Կրկնակի հարգման մասով նույնպես ըստ էության աշխատանք կա, այնտեղ Միացյալ Նահանգների կողմի կարծիքով չկան այդպիսի էական խոչընդոտներ մինչև հիմա այդ համաձայնագրում, որը մեզ թույլ կտա, այսինքն իրենք ինչ են ասում են, եթե լինի այդպիսի էակ, մենք ասում ենք, որ եթե դա արդեն չլինի, այսինքն լինի երկրների միջև այդ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, ներդրումները, առևտուրը էականորեն կավելանա, Միացյալ Նահանգների կողմը նշում է, որ փաստացի իրենք չեն կարծում, որ դա այս պահին այդ խոչընդոտն է եւ իրենք կարծում են, որ գործող իրավակարգավորումները բավարար են, որպեսզի հարցին լուծում տրվի, ինչեւ սա նույնպես օրակարգի հարց է, բայց խմբերի փոփոխության հարցը ավելի, այսպես ասած, առարկայական եւ ավելի շատ քննարկելի է եւ այստեղ կարծում ենք, որ ավելի մեծ հավանականություն ունենք առաջիկայում հաջողություն Այլ խոսքերով ասած, Հայաստանը դարձել է ավելի հայկական Հայաստանի տնտեսական միջավայրը եւ ընդհանրապես Հայաստանում միջավայրը դարձել է ավելի վստահելի Ամերիկայի համար այդ տեխնոլոգիական տրանսֆերներ իրականացնելու համար։ Իսկ նա վստահ է, որ գալուց էստեղ այլ օտար կամ երրորդ երկրների ձեռքում չեն հայտնվի, դրա համար կարող ենք մենք հայտնվել այս կարճ փոխել երկիրը, այսպես ասած։ Այո, եւ մենք շատ թափանցիկ ենք աշխատում ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև Եվրոպական միության հետ։ Օրինակ, մեկ օրինակ բերեմ, ԵՄ գործընկերները եւ Միացյալ Նահանգների գործընկերները անցած տարի ընդհանրապես մտահոգություն էին հայտնել, որ Հայաստանի տարածքով ինչ որ քանակի էլեկտրոնային այդ smart ժամացույցներ կան, որոնք որ եկել էին Հայաստանի Հանրապետություն եւ վերարտահանվել են Ռուսաստանի Դաշնություն եւ իրենք մտահոգություն են հայտնել, որ դրանք մի մասը կամ դրանք ամբողջությամբ կարող են չօգտագործվել քաղաքացիական նպատակներով եւ մենք ինչ արեցինք, ուղղակի արգելեցինք Հայաստանից դրանց վերարտահանել։ Այսինքն մենք բաց աշխատում ենք ԵՄ եւ ԱՄՆ գործընկերների հետ եւ եթե իրենք որևէ ապրանք, որևէ նույնիսկ մեկ սարքավորում, որը մեկ սարքավորման մասով նույնիսկ մենք գործ ենք ունեցել, երբ որ Հայաստան եկել էր այդ սարքը Հայաստան, հետո գնացել էր Ռուսաստանի Դաշնության որևէ ընդհանրապես բան էր, գործարանային սարքավորում էր։ Եվ իրենք անգամ դրան էին ուշադրություն դարձրել։ Այո, իրենք բոլոր կոդերը հատ առ հատ նայում են ու գիտեն ինչի մեջ ինչ կարող է լինել եւ այդպիսի ինֆորմացիա մենք հաճախ չենք էլ ունենում։ Եվ քանի որ մենք այդպիսի ինֆորմացիա չունենք, թե ինչ կարող է լինել կամ ինչ նպատակով, ուղղակի ասում ենք շատ լավ, ընդունեցինք իգիդություն, հաջորդիվ այդ կոդը փակում ենք։ Այսինքն որ երկրորդը չգնա, բայց ես մենք դա չենք ասում, որ պարտադիր այդ ապրանքը, որը գնացել էր Ռուսաստանի Դաշնություն, այլ նպատակով է օգտագործվել։ Ուղղակի ասում ենք, եթե դուք ունեք այդպիսի մտահոգություն, մենք դրան արձագանքում ենք։ Ընդ որում սրա հետ կապված նաև բաց խոսում ենք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանին ասում ենք, որ դուք մեր շատ կարևոր ռազմավարական գործընկերներ եք, բայց քանի որ մենք գիտենք, որ դուք այլ նպատակների համար դա չեք օգտագործում քաղաքացիական նպատակով է, խնդրում ենք այլևս մեր տարածքով նման այդ ապրանքի մատակարարումը տեղի չունենա, որովհետև մեր մյուս գործընկերները այդտեղ խնդիրներ են տեսնում, այսինքն այստեղ մենք բաց բոլորի հետ խոսում ենք ու այդ որոշումները կայացնում ենք։ Տնտեսության կառուցվածքի մասին 2018 թվականից այս կողմ Հայաստանի կառավարությունը պարբերաբար խոսել է անգամ տնտեսական հեղափոխության մասին, խոսքը իհարկե տնտեսության այսպես ուրեմն կառուցվածքային փոփոխության եւ բարելավման մասին է, որակական փոփոխության մասին անցել է 7 տարի, բայց եթե փաստերով նայենք, տնտեսության շարժիչ ուժը շարունակել է մնալ, ուրեմն շինարարությունը, ծառայությունները եւ Ռուսաստանի հետ առևտուրը եւ վերարտանում այդ ուղղությամբ հատկապես։ Ինչու որակական փոփոխություններ Հայաստանի տնտեսությունում տեղի չեն ունեցել, կամ եթե տեղի են ունեցել, խնդրեմ ցույց տվեք, որովհետեւ որ նայում ենք էլի պաշտոնական տվյալները, հիմնական
ուղղությունները, որ զարգացնում են առաջ են տանում տնտեսությունը, դա շինարարությունն է, առևտուրն է եւ ծառայությունները։ Շինարարությունը, ծառայությունների դեպքում համաձայնում եմ, առևտրի դեպքում ոչ։ Շինարարությունն եւ ծառայությունները այո երկնիշ են աճել, շինարարությունը ավելի քան 20%, ծառայությունները ավելի քան 10%, բայց եկեք չմոռանանք, որ գյուղատնտեսությունը աճել է 5.6%-ով, տացի արդյունքներով, արդյունաբերությունը 4.7%-ով է աճել, առևտուրը ընդամենը 3%-ով։ Եվ սա նույնպես կարևոր ցուցիչ է, որ մենք մեր տնտեսական աճի բովանդակությունը կախված չէ միայն շինարարությունից կամ ծառայությունից, չնայած օրինակ երկրներ կան, որոնք որ կարող են հպարտանալ իրենց ծառայությունների աճով, այսինքն այստեղ միայն այնպես չի, որ ծառայությունները իրենք վատ բան են, որ եւ ծառայությունների աճը որ արտահանելի ոլորտները այդքան չեն աճում։ Ծառայությունը ինքը արտահանելի է այնքանով, ինչքանով, այսինքն հիմա զբոսաշրջությունը ինքը արտահանելի ոլորտ է, ծառայությունների արտահանումը արտահանելի ոլորտ է, ֆինանսական հատվածը նույնպես արտահանելի է, շինարարությունը ինքը նույնպես կարող է ինվեստիցիաներ, ուրեմն դրսից ներգրավել, բերել, փող բերել եւ երկիր եւ դրանով դառնալ այդքանով դառնալ արտահանելի արդյունաբերության 4.7% աճը նույնպես մեզ համար տպավորիչ է եւ շատ ավելի ուրախալի է, որ մենք ունենք ավելի քան 3% մշակող արդյունաբերությունում աճ եւ կառավարության քաղաքականությունը այստեղ, այսպես ասած, կառավարության ձեռքերը ակնհայտ երևում է, կան մի շարք ուղղություններ, որտեղ որ մենք միջամտություն ենք արել, մասնավորապես դեպի Եվրոպական միություն շուկան դիվերսիֆիկացնելու եւ զարգացնելու համար մենք ընդունել ենք կառավարությունը ընդունել է աջակցության ծրագիր, երբ որ պատրաստի արտադրանք են արտահանում, մենք մաքսատուրքի փոխհատուցում ենք տալիս եւ այդ փոխհատուցման արդյունքներում օրինակ ալյումինի փայլատիտեղի արտահանումը ԵՄ շուկա ավելացել է 31%-ով, բահածոների արտահանումը ԵՄ շուկա ավելացել է 40%-ով, 10%-ով ավելացել է տեքստիլ արտադրանքի արտահանումը, շոկոլադի արտահանումը, այսինքն բոլոր այն ուղղությունները, որ մենք աջակցություն ենք տվել, ուրեմն բիզնեսը մրցունակություն է ավելացրել Եվրոպական միության շուկայում եւ արտահանումը ավելացրել է, սա նշանակում է, որ մենք մեր ոչ միայն խոսում ենք, այլ նաեւ քաղաքականություններ ենք իրականացնում, բիզնեսն այդ քաղաքականություններին հետևում է եւ արդյունքներ է ցույց տալիս եւ այս առումով ուզում եմ նշել, որ Եվրոպական միություն արտահանումը ավելի քան 15%-ով ավելացել է այս տարվա ընթացքում, ինչը շատ ուրախալի է եւ մենք թիրախ ունենք եւս 10% այս տարի ավելացնել։ Դե դա մեծ հաշվով դուք անում եք GSP+, ուղղակի այս անգամ Երևանն է անում GSP+-ը, քան Եվրոպական միությունը։ Խոսքը մաքսատուրքերի զրոյացումներ, որ ժամանակին գոյություններ, այդ արտոնությունների համակարգը, բայց որքան երկար դա կարող է տեղի ունենալ։ Հայաստանի արտահանողները, չգիտեմ, արտադրողները մշտապես պետք է կառավարությունից այդ արտոնությունները կամ կառավարությունից այդ սուբսիդիան ստանան, որ կարողանան մրցունակ լինել։ Իհարկե ոչ, դա անընդհատ հնարավոր չէ եւ ճիշտ էլ չէ, բայց դրա համար մենք շատ մեծ աշխատանք ու ջանք ենք գործադրում արտադրողականության ավելացման վրա եւ արտադրողականության ծրագրի տվյալները այս տարի ամփոփել էինք եւ ռեկորդային արդյունքներ ենք արձանագրել այս տարի, այսինքն երբևէ այսքան մեքենասարքավորում Հայաստան չի ներկրվել, ինչքան 25 թվականին եւ արդեն պորտֆելը 431 միլիարդ դոլարը դրամը ներողություն գերազանցել է միայն արտադրողական 1 միլիարդ դոլար գերազանցել միայն մի ուղղությամբ, այսինքն արդյունաբերության շինարարության մեջ տեխնոլոգիաների ներդրումով, բայց եթե ուրեմն գյուղարդյունաբերությունը եւ գյուղտեխնիկայի լիզինգը ավելացնենք, ապա 530-540 միլիարդ դրամ պորտֆել մենք ունենք, դա ըստ էության փաստացի 1.5-1.6 միլիարդ դոլար է, ինչա դա նշանակում, դա նշանակում է, որ մեր ընկերությունները իրենց խորհրդային սարքավորումները, իրենց 90-ականներին հարևան երկրներից ձեռք բերված հնամաշ արդեն սարքավորումները, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված սարքավորումները փոխարինում են ժամանակակից գերմանական, ամերիկյան, ճապոնական, չինական տեխնոլոգիաներով եւ դա բերել է նրան, որ եթե 5-6 տարի առաջ մեր մոտ արտադրողականությունը մոտավորապես $5 էր 1
մեկամարտ ժամը, ուրեմն 24 թվականի արդյունքներով արդեն 10.3 դոլար է եւ մեր նախնական հաշվարկներով այս տարվա արտադրողականությունը պետք է մոտենա 11 դոլարի 25-ի տվյալներին 25-ի տվյալներով եւ 26-ի տվյալներով ըստ էության մենք թիրախ էինք դրել 12 դոլար մարժան, որը այն ժամանակ համարվում էր մտածածին ինչ-որ թիվ, որը անհնար է հասնել եւ ես կարծում եմ շատ հավանական է, որ մենք կհասնենք, որովհետեւ եթե 11 դոլարը անցնենք, մեկ տարվա ընթացքում կարող ենք նաեւ այդ մնացած մինչեւ 1 դոլար հատվածն էլ լրացնել, որովհետեւ ինչն է կարևոր, նաև մեր երկրի պոտենցիալն ենք մենք տնտեսական աճի ավելացնում, որովհետև մի բան է, տեսեք, այս տարի մոտավորապես կարծես թե 6 թե 7000 մեքենա սարքավորում է մեր արտադրողականության ծրագրով գնվել եւ դրվել տնտեսության մեջ։ Այդ դրա իրական արդյունքը այս տարի ենք տեսնելու եւ արտադրողականության եւ տնտեսական աճի առումով, այսինքն եւ դա է պատճառը, որ մեր պոտենցիալը տնտեսական աճի ավելացել է եւ դա է նաեւ պատճառը, որ տարբեր միջազգային կազմակերպություններ մեր տնտեսական աճի կանխատեսումը բարելավում են, այսինքն անդադ ավելի լավ ցուցանիշ են ասում, քան նախորդիվ իրենք հրապարակել էին, դա է նաև պատճառը, որ եթե 25-ի սկզբին կամ 24-ի վերջին 25-ի համար բոլորը ասում են դա Հայաստանում կլինի 4.4% տնտեսական աճ, հիմա մենք կարծում ենք կլինի 6 եւ ավել տոկոս տնտեսական աճ, եւ եթե 26-ի համար էլի նմանատիպ թվեր էր, հիմա ասում են կլինի 5 եւ ավել, մենք էլի կարծում ենք, որ մեր թիրախը մինիմում պետք է լինի 6 եւ ավել տոկոս, որովհետեւ մենք չի կարող 3-4000, 5000, 6000, 10000 տեխնոլոգիա երկիր մտնի եւ դա տնտեսական աճ չդառնա, դա արտադրողականության աճ չդառնա, դա մրցունակության ավելացում չդառնա եւ այս առումով այս ամեն ինչը համադրելով նաեւ խաղաղության միջավայրի հետ, այս ամեն ինչը համադրելով դրա հարակից էֆեկտների հետ եւ նաեւ քիչ առաջ այն ներդրումային ծրագրերի հետ, որի մասին մենք խոսում էինք, մենք կարծում ենք, որ մեր երկիրը առաջիկա տարիներին բավականին բարձր տնտեսական աճի միջավայրում է գործելու։ 9.1% է եղել տնտեսական ակտիվության աճը 2025 թվականին ըստ վարչական տվյալների։ Սովորաբար համադրելի է լինում տնտեսական աճը, բայց վերջին 2-3 տարիներին մի փոքր շեղում է եղել, որ պայմանավորված կոնյունկտուրային գործոններով։ Ձեր կանխատեսմամբ 2025-ին որքան կլինի տնտեսական աճը։ Մենք կարծում ենք, որ 6%-ից բարձր է լինելու։ Շատ լավ։ Եթե տնտեսական աճը ավելի բարձր է, քան կանխատեսում էր, ապա ինչու մենք չունեցանք դրա պատկերը հարկերի տեսքով այն իմաստով, որ հարկերը կանխատեսելիության շրջանակում են գտնվել, այսինքն որքան կանխատեսում էր պլանավորում էր կառավարությունը, այդքան էլ հավաքել է, ավել քան 2024 թվականին, 14%-ով, եթե չեմ սխալվում, բայց ոչ նախատեսվածից ոչ ավել, հա, ինչու է տնտեսական աճը, որ ավել է գեներացվել, ինքը հարկերի տեսքով հարկերել չի բերել ավել։ Տեսեք, տնտեսությունը ասում են կաճելա դրանք 6-6.5%-ով։ Հարկերը, ճիշտ եք ասում, 14%-ով ավել են հավաքագրվել։ Այո, բայց դա նախատեսվածի շրջանակներում է, երբ որ տնտեսական աճը կանխատեսվում է 5.5-5.5%։ Այստեղ դա նշանակում է, որ ի սկզբանե պլանավորված էր, որ հարկերի հավաքագրման մի մասը տեղի կունենա ստվերի հաշվին, մի մասը արձանագրված տնտեսական աճի հաշվին։ Հա տնտեսական աճը պլանավորվածից ավել է եղել մի փոքր, ենթադրում եմ պլանավորված, այսինքն այստեղ հաշվարկը բնականաբար մենք չենք անում, ես չեմ ուզում հաշվարկների կասկածի տակ դնել, մենք ունենք փաստ, որ գուցե աճել են ոլորտներ, որոնք հարկունակ չեն, էլի մենք ունենք այստեղ սպեկուլյատիվ որոշակի աճ։ Չէ, այդպես չի, ընդհակառակը մենք ունենք ոլորտներ, որոնք որ նախորդ տարիներին հարկեր չեն տվել, այդ հարկերը արդեն տվել են 25-ին, 26-ին, օրինակ շինարարության իր այդ մեծ աճի երբ է սկսում հարկ տալ։ Տալիս է ժամանակ, երբ որ շենքը ավարտում է, ու սկսում է իր ավելացված արժեքի հարկը տալ։ Ու այսօր շատ շենքեր, որոնք որ կառուցվել են 22, 23, 24 թվականներին, այսինքն իրենց տնտեսական աճը այդ ժամանակ իրենց էֆեկտները ունեցել են, բայց հարկերը հիմա են սկսում տալ։ Այդպես որ ես այո կլինեն նաև ճյուղեր, որոնք հարկունակության հետ խնդիր կունենան, բայց իրենք նաև կլինեն կան ճյուղեր, որոնք որ իրենց հարկերը նոր են պետք վճարվի։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Civil Business տաղավարում ես զրուցեցի Գևորգ Պապոյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։